Հայաստան, Ադրբեջան, Կոնգո, Ուգանդա, Սերբիա, Կոսովո, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Պակիստան, Թայլանդ, Կամբոջա եւ Իրան, Իսրայել։ Այսօր նաև Իսրայել-Համաս դադարեցված հակամարտություններով հպարտացող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չարժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։ Չնայած Թրամփի ակտիվ ջանքերին եւ մեծ ցանկությանը, խաղաղարարի մրցանակը բաժին հասավ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոին։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշեց 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոին Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու եւ բռնապետությունից ժողովրդավարական արդար եւ խաղաղ անցում ապահովելու համար իր անխոճ աշխատանքի համար։ 58-ամյա ինժեներ Մաչադոն, որին լրագրողները հաճախ անվանում են Վենեսուելայի երկաթե տիկին, գլխավորել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ պայքարը, որի վերջին երկու ընտրական հաղթանակները չեն ճանաչվել մի շարք երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Երկրի 2024 թվականի ընտրությունում Մաչադոն դարձել է ընդդիմության կենտրոնական դեմքը, չնայած նրան, որ պաշտոնապես արգելված էր առաջադրվել պետական պաշտոններում։ 2023 թվականի ընդդիմության նախնական ընտրությունում ձայների ճնշող 92%-ով հաղթելուց հետո նա որակազրկվել է կառավարության վերաքննիչ մարմնի կողմից, մեղադրվելով վարչական խախտումների համար։ Նրան 15 տարի արգելվել է զբաղեցնել պետական պաշտոն։ Երբ արգելքը ուժի մեջ է մտել, Մաչադոն իր փոխարինող թեկնածու է նշանակել պատմաբան Կորինա Յուրիսին։ Վերջին տարիներին նա ստիպված է եղել թաքնվել իր անվտանգության համար։ Թրամփը հունվարին գրառում է արել Մաչադոյի մասին, նշելով, որ նա խաղաղ կերպով արտահայտում է Վենեսուելայի ժողովրդի կամքը, դուրս է բերում 100 հազարավոր մարդկանց փողոցներ եւ արժանի է միջազգային աջակցության։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մաչադոյին անվանել է դիմակայության, համառության եւ հայրենասիրության մարմնացում։ 3 երեխաների մայրը 2024 թվականին ստացել է Սախարովի անվան, հետագայում նաև Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակները։ Նոբելյան մրցանակի դափնեկիրներին ընտրում է 5 անդամից բաղկացած Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների 4 նախագահներ Բարաք Օբաման, Ջիմի Քարթերը, Վուդրո Վիլսոնը եւ Թեոդոր Ռուզվելտը։ Հաղթողները ստանում են մեդալ, դիպլոմ եւ 11 միլիոն շվեդական կրոն, մոտ $1 միլիոն։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։